Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Խազար երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ ընտրվեցին լավագույններն ու խորհրդանշական մրցանակի արժանացան։ Ամերիկաբնակ լրագրող Մեհեր Բաղդասարյանը Instagram-յան իր էջում արված գրառման միջոցով անդրադարձել էր մրցանակաբաշխությանը։ Նա մասնավորապես գրել էր. «Խազերը խազեր թողեց, հայկական շոու բիզնեսի հազիվ այտել վերջին անգամ զարկող սրտում, ամեն ինչ թույն էր, շքեղ բեմ, մասշտաբային միջոցառում ու լիքը աստղեր, որ ցավոք իրենց տեղում չէին։ 3-4 տարի առաջ հայտնություն դարձած արտիստը տարվա հայտնության մրցանակը խլեց այս տարվա հայտնության ձեռքից՝ Լեայից։ Լավագույն ռեփ արտիստ անվանակարգում առաջադրված ռեփեր պարզապես չկար։ Yellow Heart-ը ռեփի հետ այնքան կապ ունի, որքան ես թեթև աթլետիկայի հետ, թեև թույն հեղինակ կատարող ա, փառք Աստծո գոնե դլիտը հաղթեց։ Տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգում ուղղակի չէր կարող չլինել բրյունետի սուպերստար Իլնիսը։ Բայց հանգամանքների բերումով այդպես ստացվեց, ու սենց շարունակ։ Մի տեսակ կարոտում եմ 2000-ականների ազգային երաժշտականը, այսքան տարիներ անց ազգային երաժշտական մրցախայտառակություն, երիտասարդ արտիստներին ոգևորել ա պետք, ոչ թե վերջնականապես կոտրել։ Լավագույն խումբ անվանակարգում եթե Լադա Նիվա, Ռեինկարնացիա ու Հայատ Պրոջեկտ չկար, բա էլ ինչ կար։ Տարվա լավագույն երգերի համար քվեարկող ակադեմիայի անդամները գոնե մի անգամ լսել էին երգերը, թե քվեարկելիս ուղղակի ծանոթ անուն էին տեսել։ Եթե պատրաստ չեք գլոբալ ու արմատական փոփոխությունների, ձեր վրա շատ բան մի վերցրեք։ Ձևից կարևոր բովանդակությունն ա։ Մհերը նշել էր, որ տարվա լավագույն երգ անվանակարգում չկար Միշոյի ու Դլիտի թթվածինը։ Բա Սիրուշոն, Ռոզալինը, Լիլիթ Հովանիսյանը, Արկադի Դումիկյանն ու Տաթև Ասատրյանն ուր էին, թե ձեր ռադիոն իրանց երգերը չի բռնում, գրել էր Մհերը։ Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ Սոնա Ռուբենյանը դարձավ տարվա լավագույն երգչուհին։ Լավագույն երգ ու տեսահոլովակ էլ ճանաչվեց Արամեն Պետրիի Երևի կատարումը։ Սոնա Ռուբենյանին տարվա լավագույն երգչուհու մրցանակը հանձնեց Սիրուշոն։ Սոնան էլ չկարողացավ զսպել հուզմունքը, դահլիճում էին նաև երգչուհու ծնողները։ Սոնա Ռուբենյան ինձ համար շատ անսպասելի էր, բայց շատ ուրախ եմ։ Ուզում եմ շնորհակալություն ասել ակադեմիային այս ահռելի մեծ աշխատանքի համար։ Նշենք, որ երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում, որը տվել էր Նազենի Հովանիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, խոսել էր հարսանիքից հետո իր հասցեին հնչող քննադատությունների ու ամենատարբեր մեկնաբանությունների մասին։ Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները, այսինքն եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն ինչ։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում, բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնասիրելու եւ ինքն էլ հասկացավ, թե այս ամեն ինչը ոնց է դասավորված ու արդեն շատ հանգիստ է այս ամեն ինչի հետ կապված։ Վստահությունն ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ։ Իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ։ Վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել, ընտանիքի հանգստությունը ամենակարևորն է։ Սոնայի եւ ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ եղան նաեւ քննադատություններ, որոնք կապված էին Սոնայի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուհու մայրը նշել էր. «Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար»։ Իսկ ահա Սոնան պատմել էր. «Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս, գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ գնում»։
Mamană, ira mamană. Mafia leacă. Da, դուք ասեք, դա թե չտա։ Երկող չկա։ Ոչ բան։ Վարտից գեղեցի մաշիկս, վարկոշիկս, վարտից գեղեցի մաշիկս։ Անուշիկա լավեցա։ Ինձ տվեք իմ վարկոշիկս, վարտից գեղեցիկ մաշիկս, վարկոշիկս, վարտից գեղեցիկ մաշիկս։ Բրավո։ Ավելի կարող ես։ Բրավո։ Ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, հարսեմ գնում տանից հեռանում, 17 տարեկան նանի ջան, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, մեկ նորահասի Այլամրացյա զորությամբ սուտաչիկով պրկեցին ամենայի որոգայթից սատանայի և կեզ վայել պարկ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտ ինձ ամեն, տերի զորությանքում ուրախ երիցի թակավորի պրկությանքում ծնծած ծեհուր, լուրդ ուսր և տեզի ծանկացավ թակավոր Գևորգով։ Արյալ ձերն ևայի Եվ դու դուսրիմ հարս, միջև իմա հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Եվ հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, օրհնյալս Տեր Աստված անիչ ամենայն արածոց, որ դու միայն ես բայրար և կարող, որ արыз ամենայն արածս խաբելություն, որտեզնության սոցա, իժարագություն վարուտ առակինությանի պարաս ամենաստ պանվանքով։ Տեր Աստված մել է պաշպան սարայից խոց և տուն ապավինի զամենային աղրոց կենացուցա։ Հրկյաս ու սավտարոտի որքով
Նայ ներքև, սա նայությամբ դանդաղ է շարժվում, շատ դանդաղ։ Եմ Ռաֆայնով մենակ ոնց է դիմավորել։ Փոչիկներ է։ Վայ Ռաֆո։ Երեք նորը մեկը գրել է հրթարի է դրել։ Գրել է մատ վախացրել է տաթոին։ Ասեմ չեք հավատա, բայց հարսից շուտ եմ հասա։ Գիտեմ բոլոր ուրախեք, ես եմ շատ ուրախ։ Մինչև ուշ գիշեր ժամանակ եք ունենալ Ինձ ամեն դերիդորության ուրախ երիցի թակարի մտության լուրդ ու սրիև տերեսի ցանկացավ թակավոր Գևորգ